Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քանի փախստական է իրավունք ունի այս համայնքում եւ օտարերկրացիները քանիսն Ընդհանուր, ինչպես գիտեք, 69866 անձ ընտրելու իրավունք ունի, փախստականները 60-ն են, այստեղ հաշված չեն ժամանակավոր պաշտպանություն ունեցող մեր հայրենակիցները տեղահանված Ղարաբաղից, նրանց թիվը առանձին ներկայացնեմ, իրենք 2205-ն են, հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, որը 10 տարով Հայաստանում լեգալ հիմքերով բնակվում են, ընդամենը 14-ն են, 573 օտարերկրացիներ են, մեր գրասենյակում էլ մի քանի անգամ ես ինքս ականատես եղա, որ բնակիչները բողոքում են, որ դիցուք Հնդկաստանի քաղաքացին ընտրելու իրավունք ունի, իրենք ոչ, ինչ հանգամանքներով, այդ հանգամանքներից էին օրինակ, որ սեփականատերը հաշվառումից հանել է եւ անձը զրկվել է ընտրելու իրավունքից։ Ես նշեմ, որ այնպես է ստացվել, որ այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք, 573 օտարերկրացիներից 532-ը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 16-ը Վրաստանի, ունենք նաեւ Իրան եւ Ուկրաինա, որոնց թիվը 10-ից փոքր է։ Դարձյալ մենք օրինակ գտնվում ենք նոր 14/17 ընտրատեղամասում, այդտեղ բազմաթիվ խախտումներ տեսանք 30 րոպեվա ընթացքում, օրինակ մարդիկ իրենց կտրոններն էին ճողում եւ այլն, եւ նախագահը ասաց, որ դա հնարավոր խնդիր առաջանա, հետո ասաց խնդիր չի առաջանա։ Մեզ կբացատրեք ի վերջո օրինակ հաշվարկի ժամանակ, եթե այդ երկու քաղաքացին իրենց կտրոնները պատրել եւ թափել են։ Ինչ է։ Շատ լավ, ես իհարկե ձեր հարցին ուղիղ չեմ պատասխանի, որովհետեւ ճիշտ հասցեատերը չեմ, ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ոստիկանության մեր գոլեգաներին ձեր հարցը պետք է ուղղեք, բայց օգտվելով առիթից այստեղ ցանկանում եմ նշել, որ երբ որ այս կամ այն հանգամանքներում հայտնաբերվում է անճշտություն ընտրական ցուցակներում, ընտրողների ցուցակներում, ակնկալիքը կամ ընկալումը ի սկզբանե այն է, որ ընտրակեղծիք է հայտնաբերվել։ Դա այդպես չի, հարգելիներ, ես ցանկանում եմ անպայման արձանագրել, որ ընտրացուցակը ընդհանրապես գործիք է պատշաճ ընտրություն ձևավորելու, կազմակերպելու համար, եւ ուրեմն ավելի թափանցիկ աշխատելու ձև ուղղակի գոյություն չունի աշխարհում, երբ մենք բաց հրապարակային, ինչպես տարիներ շարունակ այս կարգը գործում է, ընտրողների ցուցակները օրեր, մեկ ամսից ավելի երկար ժամանակատված առաջ հրապարակվում են, նաև տպագիր փակցվում են ուրեմն ընտրատեղամասերի պատերին եւ այսինքն այստեղ հենց սա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ արձանագրեն անճշտությունները, մոտենան, չի կարող լինել օրինակ ցուցակում անձ, որը ունի ընտրելու իրավունք, դիցուք մահացած անձի մասին է խոսք օրինակ, սա ինչպես է ազդում ընտրությունների արդյունքների վրա, ընտրելու իրավունքը իրացնելու պահին է գեներացվում ընտրակեղծիքը, ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները ընտրակեղծիքների մասին չեն, ասելիքը սա է։ Դարձյալ նախորդ դիմադրությունների հետ համեմատ ընտրելու իրավունքը վերականգնողների թիվը որքանով է տարբերվում այս պահին։ Ընտրելու իրավունքի վերականգնում արտահայտությունը եւս հարաբերական է, ես նշեմ, որ ընտրելու իրավունք ունեցողների թիվը ամեն օր փոխվում է։ Նկատում եմ տեղական վերցնողների, այսպես ասենք։ Չունեմ ձեռքից տակ այս պահին թվեր, բայց դա էլ օգտվելով առիթից պարզաբան եմ, որ շատ հաճախ են մեզ հարցնում, օրինակ լրագրողը հարցում է ուղարկում, բարձելու համար այս կամ այն օրվա դրությամբ ընտրողների թիվը ինչքան է կազմում այս կամ այն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում։ Նման թիվ հնարավոր չէ գեներացնել։ Նկատում եմ, ովքեր 16-ի դրությամբ դուք թիվ նշեցիք, ովքեր դիմել են տեղեկանքի համար։ Ժամը 16:00, այո։ Դիմադրություններին եթե ունեք այդպիսի։ Չէ, հիմա ձեռքից տակ չունեմ, բայց համադրելի թիվ է լինելու, այսինքն մենք սովորաբար այսպես ենք հաշվում, նայում ենք բոլոր այն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ում անձնագրի ժամկետը լրացած է, տվյալ պարագայում այդ թիվը չէր հասնում 500-ի։ Մեր մտքում ունենք մոտավոր հաշվարկ, որ մոտ 10-ից 20%-ն են ներկայանալու տեղեկանք վերցնելու համար, տվյալ պարագայում 9-րդ ձևի տեղեկանք վերցնելու համար, որպեսզի ընտրություններին մասնակցեն։ Տիկին Դարչյան, քիչ առաջ Գոհար Մելոյանը, որ դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրատեղամասում, արձանագրել է եւ մեզ փոխանցեց, որ 10-ից ավելի քաղաքացի իրենց հայտնել է, որ իրենց բնակարաններում, իրենց հասցեներում իրենց համար օտար մարդիկ են գրանցված, այսպիսի դեպքերի վերաբերյալ դուք ինչ ունեք ասելու։ Արդեն ասել եմ, Վահե ջան, դուք ուշ միացաք, բայց իհարկե նորից կկրկնեմ, հետեւյալն է իրավիճակը, դա պայմանավորված է մեր հաշվառման կարգով։ Երբ որ անձը հաշվառվում է պատշաճ վարչարության հիման վրա, դա կարող է լինել սեփականության իրավունք ունեցող անձի, այսինքն սեփականատիրոջ կամ սեփականատերերի համաձայնությամբ, կարող է լինել փաստացի բնակության
հիմքով։ Այդ հաշվառումը այլևս ընդմիշտ մնում է իր տեղում, քանի դեռ հաշվառումից հանելու կամ հաշվառումից դուրս գալու վերաբերյալ դիմում չենք ստանում։ Այսինքն դիցուկ այսօր ունեցել ենք իրավիճակ 97 թվականին 20 հոգի հաշվառվել են շատ պատշաճ վարչարության հիման վրա X հասցեում եւ այլևս սեփականատերը այդ օրվանից ի վեր մեզ դիմում չի ներկայացրել, որ այս մարդիկ այլևս իմ տանը չեն ապրում, խնդրում եմ հանեք հաշվառումից։ Տվյալ մարդիկ էլ դիմում չեն ներկայացրել, որ մենք այլևս այս նոր հասցեում ենք։ Իրականում մեր գործող իրավակարգավորումը նախատեսում է, որ 7 օրվա ընթացքում բնակության վայրը փոխած քաղաքացին պարտավորություն ունի լիազոր մարմնին տեղյակ պահելու եւ հաշվառումը փոխելու։ Բայց սա կենսունակ կարգավորում չէ։ Նոր դեպքեր կան 97 թվականը Ամենաթարմ դեպքը եղել է 21 թվականի այսօրվա հազանգի հետքերով կատարված ուսումնասիրություններում։ Մենք այդ ընտրացուցակները, դե այդ տունը իրենցից առաջ պատկանել է մեկ այլ սեփականատիրոջ կամ դիցուկ վարձով է տրվել։ Մի այսպես իրավիճակ էլ ենք։ Այո, իհարկե ունեն։ Սրանք խախտում համարվում են թե Իհարկե ոչ, ամեն ինչ շատ պատշաճ վարչարությամբ եւ իրավակարգավորումներին հատուկ։ Արցախցիների մասով պետք է ինձ դրություն ասել նորից կգտնեք ովքեր իրավունք ունեն ընտրելու, ովքեր ոչ, ռեզիդենտ քաղաքացիները կարող են ոչ ռեզիդենտ։ Շատ լավ, դա էլ եմ նշել հիմա նույնիսկ կնշեմ, միայն բացի այդ մինչ այդ մի լրացում անեմ ի պատասխան նախորդ հարցի եւ ունեցել ենք մի այսպես իրավիճակ, երբ անչափահաս անձանց հաշվառումով է զարմացած եղել սեփականատերը, ես նշեմ, որ անչափահասը գրանցվում է ծնողներից մեկի հասցեով եւ սրա համար դիմում անհրաժեշտ չէ, այսինքն սեփականատերը համաձայնությունը տալիս է ծնողի համար, բայց ուրեմն մեխանիկորեն նաեւ անչափահասներն են գրանցվում այդ հասցեով։ Ինչ վերաբերում է ոչ քաղաքացի, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց, ապա 1 տարվա հաշվառում է պահանջվում ընտրելու իրավունք ձեռք բերելու համար եւ 18 տարին լրացած լինելու պահանջ է գործում։ 6 ամիսը չէ, 1 տարի։ 6 ամիսը միայն քաղաքացիներին է վերաբերում։ Արցախցիների մասով ունեք վիճակը։ Եթե Արցախցին ուրեմն ձեռք է բերել քաղաքացիություն, ապա 6 ամսվա կարգավորումն է գործում, եթե ոչ ունի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, դա նույնն է թե փախստականի կարգավիճակ, 1 տարվա պահանջն է գործում։ Առնվազն ներողություն 6 ամիս առաջ պետք է քաղաքացիություն ձեռք բերածնեն, որ այսօր կարողանան Եթե փաստաթղթավորված է պատշաճ եւ հասցեափոխություն չի եղել, այսինքն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցած ժամանակ եւս այս համայնքում է հաշվառված եղել, ապա մենք հաշվում ենք այդ ժամանակահատվածը։ Եթե փաստաթուղթ չի լինում, այդ կապը խզվում է։ Դարձին, տեսեք, ենթադրենք 6 ամիս առաջ քաղաքացիությունն ա ձեռք բերել, բայց 7 ամիս առաջ, բայց վերջին 1 ամսում ինքը ոչ թե մշտական հաշվառում ունի, այլ փաստացի է, դեպքում կարող են ասել։ Կա տարբերություն չկա մշտականն ու փաստացին կարող է նաև համարվել։ Երկուսն էլ հավասարազոր ընտրելու իրավունք են ձևավորում։ Դարձան մեկ հարցեր, եթե օրինակ բնակարանը նոր են վաճառել, այդպիսի դեպք էլ տեսանք, ասում են նախորդ սեփականատերերը նույնպես գրանցված են իրենց հասցեում, հա իրենք են գրանցված, այդ դեպքում նորից պետք է դիմել ներքին գործերի նախարարությունը։ Իհարկե, սեփականատերը նախորդը թե ապագան մնում են հաշվառված այնքան ժամանակ, մինչև դիմում չեն ներկայացնում։ Մենք ավտոմատ ոչ արքու վաճառքի հիման վրա ենք փոփոխություն անում, ոչ ցանկությունների, ոչ էլ նույնիսկ փաստացի բնակության, այսինքն սա մեր մեխանիզմները օրինակ դիցուկ այնպես չեն ծրագրավորված, որ մենք մարդկանց գեոլոկացիան ստուգում ենք ու հաշվառում ենք իրականացնում։ Մենք դիմումների հիման վրա ենք հաշվառում իրականացնում։ Իսկ ներողություն եղել է, որ ընտրատեղամասերից կեղծահազանգեր ստանաք։ Եվ եթե եղել են քանիստ։ Եթե դուք այս դեպքերը, որոնք ես պարզաբանում եմ, համարում եք կեղծահազանգ, ապա այո, նշեցի մինչև 10 է, նկատի ունեմ, երբ անձը ասում է ընտրակեղծիք է տեղի ունեցել, բայց խոսքը բնականon հաշվառման մասին է, եթե սա համարենք կեղծահազանգ, ապա այո, մի քանիսը եղել են, բայց ընդհանուր առմամբ լուրջ պրոբլեմատիկ կոնֆլիկտային իրավիճակ չենք ունեցել։ Ընդհանրապես պարզաբանման ենթակա իրավիճակներ։